Բարև ձեզ սիրելիներս, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները։ Այսօր անցնելու ենք Հովհաննես Թումանյանի գրիչը բանաստեղծությունը։ Նկարի շուրջ ենք զրուցում, տեսնում ենք, որ երկու քույրիկներ նստած գրում են։ Մեծ աղջկա ձեռագիրը շատ գեղեցիկ է, փոքրիկը կարծես դեռ դպրոց չի գնում, խազմզում է պարզապես։ Իսկ ամենափոքր երեխան Վահանը Փիսիկի հետ մենամարտում է, գրիչներով կռվում են։ Նկարին նայելուց հետո եզրակացություններ ենք անում, գուշակություններ ենք անում, թե ինչի մասին կարող է լինել դասը։ Հետո կաշտում ենք եւ բացատրում։ Ինչ կլինի, ասա, գրիչ, ինձ էլ սիրես գոնե մի քիչ։ Ինչու իմ մեծ քրոջ ձեռքին գրում ես միշտ վարժ ու կարգին։ Իսկ իմ ձեռքին խազմզում ես սևագրավի ճանկերի պես։ Ես քեզ վատ բան ինչ եմ արել։ Եկ, խնդրում եմ, ինձ համար էլ գրիր այնպես արագ, այնպես ուղիղ, սիրուն, բարակ։ Գրիչը լուր լսում, ճռճռում է ու խազմզում։ Բայց այս անգամ արդեն կարծես փոքրիկ ծտի ճանկերի պես։ Երեխան խոսում է գրիչի հետ։ Ինչ կլինի, ասա, գրիչ, ինձ էլ սիրես գոնե մի քիչ։ Նրան թվում է, թե գրիչը իրեն չի սիրում եւ համոզում է գրիչին, որ սիրի իրեն գոնե մի քիչ։ Ինչու իմ մեծ քրոջ ձեռքին գրում ես միշտ վարժ ու կարգին։ Քույրը արդեն տարիքով մեծացել է, վարժ գրում է, ասում է, ինչու իմ մեծ քրոջ ձեռքին գրում ես միշտ վարժ ու կարգին։ Նա մտածում է, որ դրա պատճառը գրիչն է։ Իսկ իմ ձեռքին խազմզում ես սևագրավի ճանկերի պես։ Հավանաբար այստեղ կարելի է հարց առաջադրել, թե ինչու երեխան չի կարողանում ճիշտ գրել կամ կան արդյոք մեր դասարանում խազմզող երեխաներ, աշխատում ենք այնպես անել, որ թեկուզ վատ ձեռագիր ունեցող երեխային չվատաբան են, ասեն, որ մի փոքր ձեռքը դեռ վարժ չէ, երբ հմտանա, մի քիչ ավելի շատ աշխատի, ավելի գեղեցիկ կգրի։ Ես քեզ վատ բան ինչ եմ արել։ Եկ, խնդրում եմ, ինձ համար էլ գրիր այնպես արագ, այնպես ուղիղ, սիրուն, բարակ։ Երեխաները կարող են ասել, որ փոքրիկը դեռ դպրոց չի գնում։ Նա ուզում է նմանակել մեծ քրոջը, փորձում է գրել, բայց իր մոտ չի ստացվում։ Եվ այստեղ համոզում է, որ գրիչը թող քրոջ նման արագ, ուղիղ, սիրուն, բարակ գրի։ Գրիչը լուր լսում, ճռճռում է ու խազմզում։ Ճռճռալ, խազմզել գործողություն ցույց տվող բառեր են, բայց այս անգամ արդեն կարծես փոքրիկ ծտի ճանկերի պես, այսինքն աղջիկը փորձում է մի փոքր ավելի լավ գրել, ավելի ուշադիր է, ավելի զգույշ, բայց քանի որ ձեռքը վարժ չէ եւ ինքը դեռ գրել չգիտի, չի ստացվում նրա մոտ, այս անգամ արդեն փոքրիկ ծտի ճանկերի պես գծիկներ են ստացվում։ Հարցերի միջոցով վերլուծում ենք դասը, ինչու է գրիչը մեծ քրոջ ձեռքին լավ գրում։ Այստեղ պատասխանում են, նա արդեն դպրոցական է, մի քանի տարի դպրոց է գնում, վարժ գրում է։ Կարող ենք այստեղ գովաբանել դասարանում գեղեցիկ ձեռագիր ունեցող երեխաներին, որպեսզի խրախուսենք եւ մյուսներին հորդորենք, որպեսզի օրինակ վերցնեն։ Ինչ պիտի անի փոքրիկ քույրիկը, որ լավ գրի։ Փոքրիկ քույրիկը լավ գրելու համար պիտի շատ աշխատի, պիտի ուշադիր լինի։ Իսկ քո ձեռքին ինչպես է գրում գրիչը։ Այստեղ արդեն երեխաները մատնանշում են այն աշակերտներին, ովքեր շատ գեղեցիկ ձեռագիր ունեն, խրախուսում են, ծափահարում են գեղեցիկ գրողներին։ Առաջադրանք առաջինը, հորինում են մի պատմություն նկարի շուրջ։ Այստեղ ինչքան հնարավոր է շատ խոսեցնում ենք երեխաներին, ամենայն մանրամասնությամբ կարող են պատմել։ Յուրաքանչյուրը մեկ նախադասությունով վերջում էլ կարող ենք ամփոփել այս պատմությունը։ Լրացրու բաց թողնված տառերը A կամ E կանոններն ենք վերհիշում, որ բառասկզբում E լսելիս գրվում է E, բառամիջում եւ բառավերջում E լսելիս գրվում է E։ Լրացնում ենք բաց թողնված տառերը, կարելի առաջադրանքը կատարել գրատախտակին երեխաների օգնությամբ, գունավոր գրիչներով գրում են պակասող տառը, ռետին, երկել, էժան, եթե, իհարկե, գրել, գրում է, օժանդակ բայերի ուղղագրությունն ենք հիշում, խնդրում եմ,
Բացառություն կազմող բառերից է, որ բառասկզբում լսվում է է, գրվում է ե։ Եվ երեխաները կարդում եւ սովորում են կանոնը։ Երբ բառի մեջ եւ բառի վերջում լսվում է է, որպես կանոն գրվում է ե տառը։ Օրինակ՝ մեղ, սեղ, մեկնել, րոպե, գոնե, ափսե, հասցե։ Իսկ բառասկզբում է լսելիս գրվում է է։ Պարտադիր բառացանկի բառերին ենք ուշադրություն դարձնում, խազմզել, ճռճռալ, երկուսն էլ գործողություն ցույց տվող բառեր են եւ անգամ բառը լսվում է ք, գրվում է ք։ Գրում ենք պարտադիր բառացանկում, կազմում ենք բառակապակցություններ եւ նախադասություններ։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։